Բարի երեկո, բարի կեսօր կամ բարի առավոտ կամ երևի բարի գիշեր բոլոր այն մարդկանց, որոնք որոշել են, որ այսօր պետք է մեզ լսեն, մեզ նայեն։ Ես Ռաֆիկ Ադավոսյանն եմ։ Ես Սարգսան եմ Սարգսյան։ Եվ մենք ստեղծել ենք մի հարթակ, որը կոչվում է Բարսամանիա։ Սա հարթակ է, մենք էքսպերիմենտալ բան ենք անում հիմա, մենք խոսելու ենք Բարսելոնայից, մեր սիրելի ակումբից, որը նաև համարվում է ավելին քան ակումբ, ինչ կասես։ Որոշել ենք իրականում Բարսելոնայի երկրպագուներին անակնկալ անենք ու որ կարողանան ինչ-որ ստաբիլ բաներ ունենան, որ չգիտեմ, ամիս կլինի, ամսու կեսը մեկ կլինի, դիտեն վերլուծություններ տեսնեն, որտեղ Բարսելոնայի երկրպագուները իրականում դրա կարիքը շատ ունեն ու թե ինձ թե Ռաֆին շատ են գրում դրա մասին, որ սպասում ենք, դե մենք որոշել ենք վերջապես իրականացնենք։ Սա շատ համապատրաստից է կարելի ասել, մենք ընդհանրապես ընտրել ենք թեմաներ, որոնց մասին կխոսենք, այսինքն թե ինչ ենք խոսելու ավելի բովանդակային, ոչ մի գրված տեքստ չկա, հետեւաբար շատ ավելի անմիջական կլինի եւ դուք էլ ոնց որ մասնակից եք ելնեք մեր քննարկմանը։ Հա, միասին ենք որոշել հարցերը, բայց կոնկրետ ինչ ենք խոսելու, ոնց ենք պատասխանելու այդ հարցերին, այսօր ենք միանգամից մտածելու խոսենք դրա մասին եւ նաեւ ունենալու ենք մենք քանի որ սկզբում գրառում ենք տեղադրել, որ մարդիկ իրենց հուզող հարցերը ուղղեն, խոսելու ենք նաև այդ ամենահետաքրքիր մի 5-6 հարց ունենք առանձնացրած, որ նաև խոսելու ենք դրանց մասին։ Թույն մեր Բարսամանիային մաղթենք հաջողություն ու միանգամից առաջին թեմայի մասին խոսենք։ Առաջինը մեզ մոտ Հանս Դիտեր Ֆլիկի Բարսելոնայի ղեկին ստանձնելու մասին է այս 2 տարիների ընթացքում թե ինչ հաջողություններ ունենք, արդյոք որոշումներ ճիշտ Ֆլիկի Բարսելոնայում հայտնվելու ուզում մի քանի նախադասությամբ այս թեմայի մասին խոսենք։ Հա, կարճ ասած Ֆլիկի 2 տարին Բարսայում էլի կարելի է այդպես ասել։ Թույլ տուր ես սկսեմ, ես իրականում Չավի հեռանալուն շատ դեմ էի սկզբում, բայց երբ իմացա, որ Ֆլիկն է գալու փոխարինի Չավիին, իմ համար տենց մկիթարանք էր այդ, որովհետև երևի չափազանցնեմ ոչ մեկին չէի պատկերացնում բացի Ֆլիկից։ Դրա համար երբ որ Ֆլիկը եկավ, իմ համար այդ սենց ասած եմ, որ մի քիչ հանգիստ շունչ քաշեցի։ Ֆլիկը իմ կարծիքով իր գերհարցակողական ֆուտբոլով ամբողջովին Բարսելոնայի դնթ պահում է, ճիշտ է ինքը մի քիչ ավելի ավելացրել է իր կողմից այդ տարեստական խաղից դուրսը եւ որը որ շատ ժամանակ Բարսելոնայի երկրպագուներին նյարդայնացնում, այդ թվում ինձ էլ նյարդայնացրել, ես դրա մասին արտահայտվել եմ, բայց Ֆլիկը, չգիտեմ, եղած ռեսուրսը ճիշտ օգտագործելու բանով ընդունակությամբ երևի հավասարը չունի աշխարհում, դրա համար Ֆլիկի 2 տարին ես կգնահատեմ երևի գերազանց Բարսայում, որ արդարացրել է սպասելիքները մի 2-3 անգամ ավել, իմ համար այդ ուղղակի փաստ է։ Ես ուղղակի հիշում եմ, երբ Չավին պիտի հեռանար, չնայած հակասական վերաբերմունք ունեի Չավիի որպես մարզիչ, ենել Գրանդ ակումբում, ենել Բարսելոնայում, բայց որ պիտի հեռանար, մի քանի անուն է շարքվում, քննարկվում են թե ով կարա լինի արժանի փոխարինող Չավին ու երևի առաջինը ու ամենացանկալին իմ համար Հանս Դիտեր Ֆլիկն էր, չնայած որ ինքն էլ որոշակի ֆուտբոլային կարիերայում ունի ձախողումներ, Գերմանիայի հավաքականի ղեկին գիտենք, բայց վերհիշելով նաև Բավարիան շատ հույս էր ներշնչում, որ այդ տեսակի մարզիչը, նման սկզբունքներ ունեցող մարզիչը, էլի ոնց նշեցիր հարցակողական ոճի ֆուտբոլի գերակշռող մասը ապահովող մարզիչը Բարսելոնայում շատ լավ ընթացք կունենար։ Նաև ասեմ մի բան, որը չգիտեմ կհամաձայնես թե չէ, այնինչ նախորդ մրցաշրջանում կատարվեց Բարսելոնայում ու այն ամենը ինչը որ հիմա դեռ շարունակվում է մինչև այսօրը, մենք իդեպ նկարահանում ենք Մալյորկայի դեմ խաղից 3-0-ից 1 օր հետո։ Հա, չգիտեմ երբ կնայեք, բայց այս պահին 4 միավոր ենք առաջ։ Այո, այսօր մեր հարգարժան սերուցքայինները պետք է մրցեն Վալենսիայի դաշտում Վալենսիայի դեմ, որ տեսնենք ինչ կլինի։ Լավ, թողնենք մի կողմ, կարևորի մասին խոսենք։ Բարսելոնայի
ղեկին երբ ստանձնեց Հանս-Դիտեր Ֆլիկը, ես ուզում եմ մի բան ասել ու քո կարծիքը շատ եմ ուզում լսել։ Այն ինչ կատարվել է նախորդ մրցաշրջանում եւ հիմա հրաշք է։ Ինչի է հրաշք, որովհետեւ ակումբը մի քանի քայլ, մի քանի տրամպլին իր գլխից բարձր է գնում։ Ես չեմ ուզում թերագնահատեմ եւ ես չեմ ուզում գերագնահատեմ այն ամեն ինչ, այն տիտղոսները, չգիտեմ, 3 գավաթ ներքին առաջնությունում չեմ ուզում, բայց այն ինչը որ նման ռեսուրսով, նման սահմանափակ ռեսուրսով երիտասարդ խաղացողներով Հանս-Դիտեր Ֆլիկը ուղղակի քամեց, սա հրաշք է ու ավելին սпасել հիմա Ֆլիկից մի քիչ դժվարանում եմ ասել, ինձ թվում է սխալ է։ Նայ, Ֆլիկը թող չափազանցություն չհնչի, բայց հիմա ինչքան գովեստի խոսքեր ասենք, այն որ մի տեղ միշտ մնալու է գովը, որովհետև իրոք անհավանական բան անում Ֆլիկը, բայց նաև քո հետ մի քիչ համաձայն չնելով Չավի մասով, չնայած երևի կհամաձայն ես, որ Ֆլիկն էլ էր նշել, որ Չավին իրան շատ լավ ժառանգություն է թողել ու այնտեղ բան կար, խոսակցություններ կար, որ ինչ որ շատ մեծ ինֆորմացիաներ է տվել Ֆլիկին ֆուտբոլիստների մասով, ով ինչ դիրքում կարող խաղա, ով եթե իր դիրքում չխաղա, ուրիշ ինչ դիրքում կարող օգտագործի, շատ մեծ Չավին իրականում ֆուտբոլային ուղեղ էր ու Չավին եկավ Բարսելոնայի վերջին ժամանակների երևի ամենախայտարակ վիճակում ու ճիշտ է 2-3 խաղը մեկ էինք մենք գեղեցիկ ֆուտբոլ տեսնում Չավի օրոք, բայց այն արդյունքը որ հիմա ուղղակի հիշենք Բարսելոնայի կազմը, կարող է դաժե ֆուտբոլիստներ լինեն, որ մարդիկ չեն ճանաչում այդ ֆուտբոլիստներին։ Այդտենց կազմով Չավին դարձավ սուպեր գավաթակիր, դարձավ Լա Լիգան հաղթեց ու Չեմպիոն լիգայում հիշում ենք ինչքան քիչ էր մնում, որ Բարսելոնան անցներ PSG-ին, դա ցավոտ թեմա է, բայց փաստա որ շատ քիչ էր մնում։ Դրա համար Ֆլիկը իմ կարծիքով այս պահին անում է անհավանականը ու այն որ Ֆլիկի սպանաժները շատ են, այդ ինքն է սովորացրել։ Բնականաբար ցույց է տվել, որ մենք կարանք ու ինքն է նշում, որ մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար ու այդ իզուր չի։ Մենք կամաց անցնում ենք մյուս թեմային, բայց ես ուզում եմ մի բան էլ ավելացնել։ Այս վերջերս եմ կարդացել շատ սիրուն անգլերեն վերլուծություններ էս Ֆլիկ, Չավի եւ այլն, ու մի նախադասություն կար, որը ինձ շատ դուր եկավ, գրված էր այսպես. Չավին ասիստ տարեց, Ֆլիկը խփեց։ Հա, դա շատ, որովհետեւ այն ֆունդամենտը, այն հիմքը, որը թողել էր Չավին, Ֆլիկը շատ ճիշտ օգտագործեց։ Էլի հույսը ոնց որ ասած դրեցին, շեշտ դրեցին հենց Լամասիայի սաների վրա, քիչ փորձառու ֆուտբոլիստների վրա, որոնք դեռ աճելու տեղ ունեն, իրենց ինքնադրսևորելու ժամանակ պետք է ունենան ու մենք ունենք այն ինչ որ ունենք։ Թույլ կտաս ասեմ, Չավին իրականում այն մի քիչ անհարմար ասիստներից էր արել, փորձանցումներից էր արել, այն որ Ֆլիկը վերածեց գոլի, այն որ միշտ ասում են որ 20-30% մոտավոր Չավի արժանիքն է, այդ տենց փոխանցում էր, որ Ֆլիկը դժվար դիրքից պետքա գրավել դարպասները, բայց արի հիշենք տրանսֆերները, արի հիշենք վնասվածքների թիվը, հիշենք թե ինչ ճնշում կար այդ ժամանակ առհասարակ Բարսելոնայի վրա, հենց այդ շրջանում էր Նեգրերայի այդ թեմաները արդեն բավական տարածում էին գտել։ Սարքոցիները կարելի ասել։ Դե Բարսելոնայում այսպես թե այնպես հեշտ չէ, եթե գլխավոր մրցակիցը պետության կողմից հովանավորվող թիմ է, բայց լավ, շատ չարանանք, լինենք միշտ սիրտերս։ Ու պետք է նշել նաև Ֆլիկը ինչքան է սիրահարվել Բարսելոնային, ինքը չի թաքցնում, դրա մասին բաց խոսում է։ Երբ որ ինքը մարզել է իր հարազատ երկրի հավաքականը, մարզել է իր հարազատ երկրի ներկայացնող ակումբ, բայց ինքը խոսում է նրա մասին, որ ինքը սիրահարվել է ուղղակի Բարսելոնային ու կարծեմ, եթե չեմ սխալվում, նշել է, որ ինչքան ուզեն ես այստեղ այդքան կմնամ, այդտենց արտահայտություն է արել։ Ես 3 կարծացի, որ հավանական է, որ Ֆլիկը չշարունակի գլխավորել։ Իմ կարծիքով դրանք շատ են, որ եթե Լապորտան չվերընտրվի։ Հա, իրանք այդ նախընտրական այդ բաները իրանք կարա ինչ-որ բան հնչի, բայց ես չեմ կարծում, որ նախ շատ քիչ հավանականություն է, որ Լապորտան չի ընտրվի, ասենք կարելի ասել երևի մի 5-6% հավանականություն է, բայց նաև անհավանական եմ համարում, որ եթե մի ինչ-որ հրաշքով Լապորտան չընտրվի, Ֆլիկը հեռանա, էլի։ Ուղղակի այդ նախընտրական բաները, որ տեսեք, եթե ինքը չընտրվի, ես կգնամ, հաշվի առնելով նաև որ Ֆլիկին շատ են սիրում, այդ գործոնն է կօգնի, որ
Լապորտան ընտրվի ու ես ինքս շատ եմ ցանկանում իրականում որ Լապորտան հենց ընտրվի։ Իմ կարծիքով ամենաստացված խորամանքն է Լապորտան։ Հա, դա ինքը ինչ անում է, պարիտը քեզ թվում է որ ինքը աբսուրդ է, ինչ խոսում է, ինչ անում է, հետո արդարացնում է գործնականում, հասկանում ես որ ճիշտ է Լապորտան ու սկսում ես անկախ քեզանից աջակցել իրան, որովհետև դու տեսնում ես փաստացի ինչքան է զարգացում ապրում ակումբը ու նաև ուզում եմ նշել պետք է խոսանք դրանից, քանի որ կոնկրետ թեմաների մեջ այսօր այդքան չունենք, Լամասյան ուղղակի, չգիտեմ, այն պայրին, երբ որ քեզ թվում է ու նաև Բարսա այդքան որ չսիրող մարդկանց թվում է որ Բարսելոնան կործանվում է, Լամասյան գալիս է օգնության, ասում է չէ, մենք ստեղ ենք, դուք հանկարծ չմտածեք, մենք մի բան կանենք, sense կներեք արտադրության համար քերում են Լամասյից կադրեր ու բերում են, որոնք մարդիկ դառնում են, չգիտեմ, արդեն աստղեր, նույն Բեռնալը, երբ տեսանք երեկվա հանդիպման ժամանակ ինչ վարպետություն ցույց տվեց, որ չգիտեմ գազ վնասվածքից հետ այդքան ծանր վնասվածքից ու միանգամից sense ինտեգրվես չլարվես ընդհանրապես ու չգիտեմ ու ինտենսիվ ու արագ առանց վախենալու սովորաբար երբ ֆուտբոլիստները հետ են գալիս անել այդտենց վնաս ֆուտբոլիստի համար ամենաանցանկալի վնասվածքն է այդ ֆուտբոլ խաղացողները գիտեն իսկ խուսափելով են խաղում բախումներից խուսափում են եւ այն Լամասիայից խոսեցիր ես էլ ուզում եմ ասեմ որ թեև որոշ դեպքերում մենք նեղսրտում ենք ասում ենք այ ինչի էս լավ կադրին վաճառեցին օրինակ Մարգյուին վաճառեցին Չելսիին կամ այնտեղ էլի ֆուտբոլիստներ կային վերջին դեպքերը հենց հիշենք դրոն երբ PSG գնաց ես հասկանում եմ որ որոշումները շատ ճիշտ են ու ով մնացել է իրոք արժանի է խաղալու երեք էլ Մալյորկայի դեմ մենք դեբյուտանտ ունեցանք թող ինձ ների իր անունը չեմ հիշում Վիրխիլին Չէ, դա իրանց կազմում Բարսայի սաներ, իր հետ չես դու։ Այո, Բարսայի սանի, որը դեբյուտ եղավ 3 Բարսայի կազմում։ Հա, 84-րդ րոպեին մտավ։ Չէ, ես չեմ հիշում։ Այստեղ անունը կգրվի հաստատ, դուք կիմանաք, մենք չենք հիշում։ Հա, Մալյորկայի կազմում կար Բարսայի սան, որ վաճառել էին Մալյորկային։ Հիմա մտածում են Եդվա։ Ես իրականում կողմ եմ, որ միլիոն եվրոյով են։ Սենց կարճ ասեմ, կողմ եմ, որ վերադարձնեն, որովհետև բավականին խաղի մեջ ակտիվություն մտցնող ֆուտբոլիստ է, հա, ինքը կարա այտենց ռոտացիայի համար։ Եթե Ռեշֆորդը մնա, տեսնենք։ Խոսենք նաև դիտխոսների հավակնության մասին։ Ես ուզում եմ երկու բառով ասել, քանի որ նախորդ մրցաշրջանում մենք ներքին առաջնությունում, այսինքն ներքին թրեբլը ունեցանք, բացի դրանից նաև կներես ասեմ, դիտխոսը այդ ներքին թրեբլը ասվածը շատերը ասում են, վայ, հորինել են բան Բարսելոնայի երկը, բայց ընդունված ֆրազա է, ներքին թրեբլ։ Բոլոր 5 առաջնությունները։ Հա, ասում են, մանավանդ իրականում Լա Լիգայում շատ շուտվանից եկած արտահայտություն է ներքին թրեբլ, երբ որ նվաճում ես Լա Լիգան, սուպեր գավաթը եւ գավաթը, դա համարվում է Դե ինձ թվում է ցավոտ է նաև հակադարձելը կամ հակադարձողների համար, քանի որ այդ 3 տիտղոսներից մեկում Բարսելոնան առաջատարներ Լա Լիգայում, մյուս երկու դեպքերում էլ եզրափակիչներում գիտենք ում հաղթեց։ Էլի խոսենք, բայց լավ բաների մասին, չեմ ուզում շատ տրամադրվեմ, բայց հիմա այս տարվա մեր դիտխոսների հավակնության մասին խոսելուց մեր հույսերը մի քիչ ավելի շատ են, քանի որ մենք արդեն տեսել ենք նախորդ տարի մենք ինչի ենք ընդունակ, օրինակ կիսաեզրափակիչ հասնելը Չեմպիոնների լիգայում, որը մեզ ընդամենը 3 րոպե էր կամ եւս 3 րոպե ավելի։ Դե շատ հանգամանքներ կային այդ կիսաեզրափակիչում, որ մեր օգտին չդասավորվեց, հիմա այտենց շատ չմանանանք, բայց Չեմպիոնների լիգան Չնայած մենք խոսելու ենք դեռ այդ հիշում եմ հարցեր էին գրել դրա մասին։ Հա, հարցերում են։ Հիմա դիտխոսների հավակնության մասով կարծում ավելի պահանջկոտ են երկրպագուները, որովհետև արդեն տեսել են, որ մենք կարողանում ենք այդ ճնշումների դեմ գնալով այդ մրցավարական կողմնապահ լինելու պայմաններում, բայց ամեն դեպքում հաղթել։ Ոնց որ օրինակ երեկվա խաղում եղավ, երկու խաղում աբսուրդ էր։ Երեկվա խաղում օրինակ մի հատ 120%-անոց 11 մետրանոց չնշանակեցին, երկու անգամ երկրորդն էլ մի քիչ վիճելի էր, բայց էլի հա, բայց այնտեղ աբսուրդը որն էր, որ երկու անգամ շատ վտանգավոր դիրքում տուգանային ենք մենք իրացնում։ Երկու անգամ պատը ուղակի կայտարակ որ շատ ակնհայտ անզեն աչքով երևում էր, որ մոտավորապես մի 6 մետր է բացել, երբ որ պետքա 9 մետր լինի տարածությունը։ Ու մրցավարը կարծես տենց որ
հադևեց մեծ։ Ու Բարսելոնայի ֆուտբոլիստները ծիծաղում էին, որ Ռեշֆորդը դաժե երբ որ Տուգանին իրացնում էր, sense ցույց էր տալիս ձեռքը, որ ծիծաղում էր, որ շատ մոտ են ու մրցավարը։ Դե երեկո մեր մրցավարը ցածրահասակ էր, երևի այդ ոտքերով որ չափել է։ Հա, երևի իր ոտքերով 9 մետրը հեռացել է։ Ասածս ինչա, որ հիմա մենք եւս մեկ շատ ցանկալի տիտղոս ունենք, որը նախորդ տարի ցավոք Ինտերի համար եւ տարիքով ֆուտբոլիստները մեծ զրկեցին դրանից։ Կարծում հիմնական թեման հենց դա է, որ մեր ուղակի այս տարբերանշանի վրա արդեն 5-ի փոխարեն 6 լինի։ Իմ համար իրականում տես, այդքան տես ցավոտ թեմա չի Չեմպիոն լիգան երկար տարիներ չհաղթելը, ասեմ, որտեվ շատ ժամանակ ենք ականատես եղել, ճիշտ է հակառակն է եղել, բայց Չեմպիոն լիգայի չեմպիոն դարձել է այն թիմը, ու խոսքը ստեք մենակ մեր գլխավոր մրցակցի մասին չի, այն թիմը, որը որ այդ տարի, չգիտեմ, լավագույն ակումբը չի եղել աշխարհի։ Նույն City-ն 3 տարի աշխարհի լավագույն ակումբն էր բացահայտ, բայց այդ 3 տարվանից ընդամենը 1 տարում նա կարողացավ հաղթել Չեմպիոն լիգան հաղթելու համար շատ բաներ պետք է կողքին դասավորվի։ Օրինակ, չգիտեմ, Բարսելոնա Ռեալ Մադրիդ այդ հակամարտության ժամանակ իմ համար Լա լիգայում իրանց մրցակցությունը ավելի շատ է ցույց տալիս իրանց ուժերը, եւ որ խաղում են մարդիկ քանի 38 խաղ անում, այնտեղ իրանց ուժերը ավելի շատ է երևում այդ մրցակցության մեջ տարածության վրա, քան երբ որ օրինակ եմ ասում 1/4 եզրափակում օրինակ հանդիպեն Չեմպիոն լիգայի երկու խաղով որոշվի թե ով է անցնում օրինակ ճիշտ է հակառակ դեպքեր կան իհարկե, բայց ես ասում եմ էությունը, որ լիգա ձևաչափը ավելի լավ է ցույց տալիս թիմերի ուժերը, քան այդ փլեյ-օֆի ձևաչափը, որ շատ գործոններ պետք է կողքին դասավորվի, որ դու կարողանաս հասնել անկախ նրանից, դու այդ պայն աշխարհի լավագույն ակումբն ես, խաղով թե չէ։ Համ համաձայն եմ այդդ, համ համաձայն չեմ, համաձայն եմ այն առումով, որ հա այդ տարբեր երկրներում մրցակիցների դաշտում խաղալ, այդ ճամփորդել, այդ ուղևորությունները, ադապտացվել, եղանակային պայմանները, մարզադաշտի, չգիտեմ, հարմարվեցությունը, լիք գործոններ կան, որ կարան խանգարեն, բայց նաև եթե հաշվի առնենք, որ Չեմպիոնների լիգայում խաղում են բացառապես լավագույնները նախորդ տարվա, ոչ թե այդ տարվա, նախորդ տարվա լավագույնները, կարծում եմ այստեղ ավելի մրցակցային, ավելի հետաքրքիր է։ Հետո համեմատում են նաև 5 լիգաները։ Իմ համար օրինակ բացարձակ առաջատարը Էսպանիայի Պրեմիեր լիգան է, որովհետև այնտեղ outsider թիմը կարա ուղղակի հաղթի առաջին տեղում գտնվող օրինակ Արսենալին։ Չնայած նման դեպք չի եղել, բայց դե։ Ասում են կարա, միշտ ասում են կարա, հա տեսնում ենք մեկ։ Ես համաձայն եմ, որ Պրեմիեր լիգան իրականում բարձր է բոլոր լիգաներից իր խաղամակարդակով։ Շատ հանգամանքներ կան, հիմա տենց էլի չմանանանք Պրեմիեր լիգայից չխոսանք, բայց ես քո հետ եմ համաձայն, որ հետաքրքիր է, այն առումով, որ երկար տարիներ չենք նվաճել այդ տիտղոսը, իհարկե շատ եմ ուզում, որ լինի ու իմ կանխատեսմամբ, եթե անկեղծ իմ հաշվարկով, ասենց ասեմ, այս մրցաշրջանում կամ մյուս մրցաշրջանում պետքա նվաճենք այդ տիտղոսը, բայց ես տենց այն երկրպագուներից չեմ լավ, ասենց ասեմ, որ ցավոտ եմ տանում, վայ 10 տարի է Չեմպիոն լիգա չենք հաղթել, բա ոնց կլինի տենց, ես ավելի ասենց ասեմ իհարկե ինքը իր մասշտաբով համարվում է ամենակարևորը ակումբային բան, բայց ես իմ համար օրինակ, չգիտեմ, եթե ես նախընտրեմ ներքին treble օրինակ, այդ 3 տիտղոսներ իրար թե 1 Չեմպիոններ լիգա, շատ դեպքերում, այս դեպքում չէ, որտեղ մի քիչ կարոտել ենք, բայց շատ դեպքերում ես կարող ասեմ, չէ, ես ուզում եմ մեկ ներքին treble։ Այսինքն Իսպանիայում դոմինանտ լինելը ավելի երբեմն ավելի 3 տիտղոս այնտեղ, ես էլի ընդունում եմ, որ Չեմպիոն լիգայի տիտղոսը հանրության կողմից ինքը ընդունված է ու вообще տենց է, որ ինքը ամենակարևոր տիտղոսն է։ Դե դառնում ես Եվրոպայի լավագույն ակումբ։ Հա, բայց այնտեղ 3 տիտղոս է, ես դրա համար ասում եմ ոչ միշտ շատ ժամանակ։ 3 օրինակ Բարսելոնային եթե հաջողվի Չեմպիոն լիգան հաղթել ես մրցաշրջանում, օրինակ եթե մյուս մրցաշրջանում ինձ հարց տան դու ուզում ես ներքին treble թե 1 Չեմպիոն լիգա, ես կարող ասեմ ուզում եմ ներքին treble։ Էդ է իմ ասածը, որ շատ ժամանակ կարա նախընտրել լինի այդ ներքին treble ասված է էլի։ Անգլիայում ասացինք, օրինակ շատ ժամանակ թիմերի համար Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելը ու դա չեն թաքցրել թե մարզիչները, թե ֆուտբոլիստները, ավելի կարևոր է, քան Չեմպիոն լիգան։ Ավելի բարդ է։ Այդ մեկ տիտղոսը ավելի կարևոր է, քան ավելի բարդ է։
Բայց չենք նսեմացնում ոչ մի ձև իհարկե Champions League-ի։ Նայ, Champions League-ում այս պահին մեկ առաջինից մինչև 8-րդ հորիզոնականներում գտնվող թիմերից 5-ը Premier League-ը են ներկայացնում, բայց միևնույն ժամանակ նախորդ անգամ խմբային փուլում առաջին տեղում Լիվերպուլն էր, երկրորդ տեղում Բարսելոնան էր, 24-րդ տեղում, եթե չեմ սխալվում, PSG-ն էր, թե 21, չեմ հիշում։ Դա վերջերն էր, եթե չեմ 23 բանություններում ուղղեն, բայց դա էլ է հարաբերական, այսինքն հիմա դրանով չի հարաբերական այնքանով էր, որ PSG-ն Լիվերպուլին վերջի վերջո չեմպիոն դարավ ու այդ անգլիական սաղ թիմերին մեկուց ճանապարհ։ Խոսենք նաև տրանսֆերների մասին, մենք կորուստներ ունեցանք այս տարի եւ 2-3 ձեռքբերում ունեցանք, արդեն 4 ձեռքբերում ունեցանք։ Ես սկսեմ երևի մեր ձեռքբերումներից, հետո կորուստներից կխոսենք։ Ինձ համար Ռեշֆորդը լավագույն տարբերակը չի Բարսելոնայի ոճին եւ Բարսելոնայի մեխանիզմում աշխատելու խաղալու համար, բայց այս պայն ինքը արդարացնում է իմ բոլոր սպասելիքները, արդեն 10+10 գոլային գործողություն։ Ֆանտաստիկ է իրականում Ռեշֆորդի վիճակագրությունը այս պայն։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նման հարցակողական ֆուտբոլ խաղալու դեպքում նույնիսկ Նիկո Ուիլյամսը, որը այս պայն սարսափելի վիճակագրություն ունի, Բարսելոնայում կունենար լավ վիճակագրություն, որովհետև անդադար հարցակումները, անդադար եզրերը օգտագործելը, անդադար եզրային փոխանցումներ անելը, սրությունը ապահովելը եւ այդ տեսակի հարցակողական ֆուտբոլը ենթադրում է, որ դու անդադար ունես շանսեր, թեկուզ հերվից հարվածնելու, թեկուզ ասիստ անելու եւ այլն։ Եվ շնորհակալություն իհարկե Ռեշֆորդին, բայց դեռևս կարծում եմ, որ Ռեշֆորդը Բարսելոնայի մակարդակի ֆուտբոլիստ չի։ Ռեշֆորդի մասով մի քիչ լրացում անեմ, նայ լրիվ հասկանում եմ ինչ նկատի ունես, բայց Ռեշֆորդը այն ֆուտբոլիստներից է, որ իրան ուղղակի շատ գնդակ է պետք, որ ինքը միշտ փորձում է սրի խաղը, իսկ այդ ձևի ֆուտբոլիստները շատ են գնդակ կորցնում։ Երբ որ դու փորձում ես անդադար Յամալին շատ հաճախ դրա մեջ են մեղադրում, որ քիա այսքան գնդակ կորցնում, բայց երբ որ տեսնես Յամալը օրինակ խաղի ժամանակ 10 անգամ ուզում է սրի խաղը, օրինակ եմ ասում։ Երկու անգամը եթե նրա մոտ ստացվում է 10 անգամից ու ստացվում է իր մոտ այդ երկու անգամը, ինքը մի դրվագում գոլ անում, մի դրվագում գոլային փոխանցում է կատարում։ Իսկ այդ հերիքա, որ խաղի ելքերը որոշվեն։ Հիմա չենք քննարկում, որ Յամալը լավագույնն է Բարսայում, թե չէ։ Հիմա Ռեշֆորդի պարագայում ես հասկանում եմ քեզ, Ռեշֆորդը իմ համար իդեալական ռոտացիա կիրառելու ֆուտբոլիստ է։ Այսինքն ինքը իմ համար իհարկե պայստային ֆուտբոլիստ է որպես, եթե սաղ պատրաստ են բոլոր ֆուտբոլիստները, բայց ինքը իմ համար այն դեպքում եւ Ռաֆինյան մի փոճուր ընդեղ անհարմարություն ունի։ Այն դեպքում նույնիսկ ճիշտ է հələ դեռ չի փորձել ֆլիկը այդ դիրքում, բայց երբ որ օրինակ մի իրավիճակ բանանենք, երբ որ ոչ Ֆերան Տորեսը կա, ոչ Լևանդովսկին, չէ, տես, հիմա արի մի հատ իրավիճակ քննարկենք, երբ որ Լևանդովսկին վնասվածք ունի, Ֆերան Տորեսը վնասվածք ունի, ով պետք է խաղա կենտրոնական հարցը։ Ռոնալդո Արաուխո։ Չէ, հա, դե լավ, կարտակային առումով մանավանդ որ Արաուխոն իր կարիերայի սկզբում կենտրոնական հարցակվող եղել ու գոլեր ենք տեսնում իրանից հաճախ, պաշտպանի համեմատ հաճախ։ Տես, գալու է Ռեշֆորդը, որը որ սենց մի կերպ կարողանա նաև այդ դիրքը փակել։ Հա, յոլա տանել կլինի կենտրոնականի դեպքում, բայց օրինակ վինգերի դեպքում չեմ կարծում, որ ինքը յոլա է տանում։ Ու նաև մենք Ռեշֆորդով լուծում ենք այն խնդիրը, որ վերջապես ունենք Տուգանային իրացնող ֆուտբոլիստ, ունենք հերվից շատ լավ հարված կատարող, չնայած Ռաֆինյանն է Յամալն է իհարկե հերվից շատ լավ հարվածներ ունեն, բայց Ռեշֆորդի հարվածը ինքը նենց հետագծով է գնում, որ թե Ռաֆինյան թե Յամալը չունեն այդ արսենալը իրենց։ Բանում դրա Ռեշֆորդը այս պայդուր մանավանդ ֆլիկը ինչքան իդեալական է իրանը ներգրավել, էլի հեսա գալու ենք ֆլիկին, էլի սկսել ենք ֆլիկին գովել, բայց չեմ ուզում շատ կենտրոնանանք կոնկրետ Ռեշֆորդի վրա, երկու բան կասեմ, առաջինը որ ինքը բացարձակ դրիբլինգ չունի, երբ որ ինքը սրացում է մտցնում, միշտ կորստում է գնդակը, ես չեմ հիշում դրիբլինգի ժամանակ շատ է, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ իր համար, ինչի որովհետև սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ կործանված, կարելի է ասել կործանված ֆուտբոլիստը Բարսելոնայում իրան վերգտնում է եւ նման դեպքերը շատ են լինում, այսինքն համակարգից Բարսելոնայի այս լավ մթնոլորտից, մարշչական ճիշտ եւ նաեւ հանդերձրանի ճիշտ մթնոլորտից նույնիսկ տախտակը երբեմն կարող լավ
ցուցանիշներ ցույց տա։ Նայ, բանը իրականում ճիշտ է, որ Ռեշֆորդը կարելի է սենց ասել, սենց ասված կա ֆուտբոլում, որ տրամադրության ֆուտբոլիստ։ Հիմա նենց է ստացվել, Բարսելոնայում տրամադրությունը բարձր է, Ռեշֆորդն էլ ըստ այդ տրամադրության համընթաց դեռ going, դեռ տենց շատ բան չկա, որ ասենք դեռ չէ, պետք է Ռեշֆորդը գնա կամ ես կողմ եմ այս պայդրությամբ, որ Ռեշֆորդի տրանսֆերը ամբողջությամբ Բարսելոնան ձեռք բերի, որպես Պահեստային 30 միլիոնը կարծում եմ։ Ինքը տենց ճոխություն չի, կարելի է մեզ թույլ տալ։ Ուզում խոսել նաև Ռունի Բարջիի մասին, ինչ որ չափով նաև մեր հայրենակցի մասին։ Դու այն մարկանցից ես, որ Ռունի Բարջի են ասում, որովհետև ես տեսել եմ համացանցում Ռունի Բարջի չի, Ռունի Բարդակ չի, բան, բայց Բարջի։ Կան լեզուներ, որ Բարջի են ասում։ Ռունի Բարջի։ Հենց որ Ռունի Բարջի։ Ինչև է մեր Ռունին, ծեր իմացած Ռունին չէ, մեր Ռունին, կարծում էլի շատ լավ պահեստային է, ցավում եմ շատ, որ ինքը այս մրցակցային Յամալի դեպքում մրցակցությանը տուժում է, բայց իր մոտիվացիան, իր լավատեսությունն, իր չդժգոհելը, իր ամեն վարքյան պատրաստ լինելը, փոխարինման դուրս գալը ինձ ոգևորում է, ինչը որ որոշ ֆուտբոլիստների մոտ ուղղակի այդ քիչ խաղաժամանակ ստանալու դեպքում անհետանում է եւ արդեն ուրիշ տարբերակներ են գտնում, ուրիշ ակումբներ են գտնում, որ խաղաժամանակ ստանան, ոնց որ օրինակ դրոն հիմա գնաց եւ PSG-ի երիտասարդական կազմում չեմ էլ ուզում այդքան շատ անդրադառնալ։ Ես էլ չեմ ուզում։ Դավաճանները Ռունի մասով մի բան ասեմ, էլի Ֆլիկին պետք է անդրադառնամ։ Ֆլիկը նշում է, որ դաժե այն ֆուտբոլիստները, ովքեր շատ քիչ ժամանակ հատված են ստանում խաղալու, գիտեն թե ինչքան կարևոր է իրանք ակումբի համար, գիտեն որ այդ 10 րոպեն, 15 րոպեն եթե իրանք խաղալու են, Ֆլիկը sense ասեմ, ուղղակի փոխարինում կատարելու համար չի անում փոխարին։ Ինքը կոնկրետ զադաչայով, այդ խնդրով ֆուտբոլիստին դուրս է բերում խաղադաշտ, Ֆլիկը այն մարկանցից չի, որ այն որ վերջի 2-3 րոպեն մցնեմ թող խաղա, բան, այդ ինքը չէ։ Եթե պետքա խաղա, եթե այդ խաղին պետք չի ըստ մարզի ինքը չի խաղում։ Դրա համար Ֆլիկի այդ ուղղամտությունը ինձ շատ է դուր գալիս, ուսանք կշարունակի տենց Ֆլիկը, մեր Ֆլիկը։ Այո, մեր Ֆլիկը եւ երրորդը մեր երևի լավագույն ձեռբերումը վերջին 10-15 տարվա մեջ։ 15-ը չէ, 10 տարվա մեջ չնայած որ շատ խորանանք երևի կգտնենք 25 միլիոնով ուղակի մեր համակարգից Հումորով ասում են Դարիկ Օլպուտն եղավ, իսկապես ես մեծագույն հարգանք ունեմ Մարկ Անդրե տեր Շտեգենի նկատմամբ, բայց կարծում եմ, որ թունոտ հարաբերություններ էր ստեղծվել, որոշակի ժամանակ առաջ կհիշես երևի կապրիզներ եւ այլն, մեկնարկային կազմում հայտնվելու կռիվներ, հետո էլի վնասվածք, բայց կարծում սա Բարսելոնայի, եթե վնասվածքները չխանգարեն իհարկե, սա Բարսելոնայի պատմության մեջ top 10-ը երևի լավագույն տրանսֆերներից մեկն է։ Եթե թույլ կտաս մի քիչ այդ առումով գլուխ գովամ, երբ որ դեր լուրեր կար ուղղակի որ Ժոան Գարսիան կարող է տեղափոխվել Բարսելոնա։ Դու հրապարակում ես արել։ Ես անում եի հրապարակումներ, որ շատ է պետք այս տրանսֆերը մեզ։ Հասկանում էի նաև մարկանց, ովքեր չէին հասկանում ինչու է շատ պետք։ Ես նշում էի, որ այս դարպասապը թույլ տեղ չունի, ես հետևում եի իրականում Էսպանիայում նրա ելույթներին ու երբ որ իմացա, որ հետաքրքրություն կա, այն որ ամեն ինչ, այն որ բանը իմ մեջ բան է արել, թողել էի մի կողմ ու ձգում էի, ասենց ասեմ, որ այդ տրանսֆերը իրականանա, ու երբ որ իրականացավ, էլի դրա մասին շատ էի խոսում, Բարսելոնայի շատ երկրպագուներ հասկանում եմ իրականում հարգում ենք բոլորս Տեր Շտեգենին, ինչքան է որ այդ թունոտ հարաբերությունները քո ասած եղավ, շատ բան է տվել Բարսելոնային։ Իմ համար օրինակ ինքը, բայց որ ասում են Բարսելոնայի լեգենդ բան, ինքը օրինակ Բարսելոնայի լեգենդը Մեսին է, Չավին է, իմ համար այդ համար լեգենդ է։ Չէ, իմ համար նայ, լեգենդ ավատարմության տեսանյութ։ Նայ, լեգենդ նայած ինչ ենք հասկանում են լեգենդ ասելով։ Վաստակը նկատի ունես։ Իմ համար ինքը ոչ մի կերպ օրինակ չի կարա լավ Բուսկեցի մակարդակի ֆուտբոլային առումով չեմ ասում, այդ լեգենդար ֆուտբոլիստ բանալով համեմատվի։ Ինքը Բարսելոնային եկել է Բարսելոնային նվիրյալ։ Այո, մեկ ավելի լավ է տենց ասել Բարսելոնային նվիրյալ, բայց այդ նվիրվածությունը նաև պետք է երևա այն ժամանակ, երբ որ քո մոտ դժվար շրջան է, այն ժամանակ, երբ որ դու հասկանում ես, որ
իրոք ավելի ուժեղ դարպասապահ գալիս, պետք է երևի դու ինչպես ես աջակցում այդ ուժեղ դարպասապահին մի կողմ ես թողում քո բոլոր սկզբունքները այդ առումով ու սկսում ես աջակցել, որ քո ակումբը ավելի բարձր հավակնություն ունենա։ Իմ կարծիքով Տեր Շտեգենը այդ չի արել, դրա համար Տեր Շտեգենի հանդեպ վերաբերմունքը այս վերջերս կոնկրետ իմ մոտ, չեմ ասում տենց ծայրահեղ վատաբան, բայց փոխվել է, ուղղակի դարձել է միջին, հա, Տեր Շտեգենն է, լավն է, մերն է, այդքան է, դրանից ավել։ Իսկ Ժոան Գարսիան ուղղակի չգիտություններ թույլ կողմ չունեցող դարպասապահ։ Երբ որ ինքը գալիս էր, ես մենակ վախում էի մի քիչ իր ոդկով խաղից, բայց ինչքան, չգիտեմ, երևի 3-4 պարապմունքի ընթացքում Ժոան Գարսիան սկսեց ոդկով նես խաղալ, ոնց որ իհարկե այդ առումով Այդ է նշեմ, որ դեռևս Տեր Շտեգենի մակարդակին չի հասել։ Տեր Շտեգենը գերֆանտաստիկ էր եւ Նոյերից հետո երկրորդ ամենաուժեղ ոդկով խաղացող դարպասապահն, դաժե մեկ-մեկ գերազանցում էր, բայց հուսով ենք, որ այդ մակարդակում է կգա ու կանցնի։ Ինձ համար Ժոան Գարսիայի երկու ամենակարևոր առավելություններն են, մեկը որ սարսափելի սառնասիրտ է, հատկապես երեկվա խաղում կհիշես մա դրվագ եղավ, որ դուրս գալը իր ճիշտ որոշումներ կայացնելը, սեյվ անելուց իր հանգստությունը, կանգնի հանգիստ, հանգստացնի պաշտպանել։ Դաժե երբ որ սխալվում է, ինքը հանգիստ է, դրան հանգիստ է վերաբերվում։ Նույնիսկ կարա մինչև կիսադաշտ վազի հարվածի գնդակին ու հանգիստ հետ գնա, այսինքն ինքը բավական վստահ է իր վրա, սառնասրտությունը ինձ շատ է դուր գալիս։ Փոխանցումը թմին էլի նաև այդ շատ կարևոր է։ Այո, խոսենք նաև մեզից հեռացած։ Դե նաև Ժոան Կանսելոյի մասին երկու բառով ասենք, ուղղակի մարդը, որը Դե նոր է եկել, դեռ այդքան շատ, բայց ինձ համար շատ կարևոր է, երբ որ ֆուտբոլիստը իր բացահայտ, ակնհայտ սերն է ցուցաբերում եւ մեծ գնահատանքի արժանում այդ ֆուտբոլիստի համար։ Այն դեպքում, երբ որ ինքը ուղղակի Սաուդյան Արաբիայում հարցազրույց է տալիս եւ լինելով ուրիշ ակումբի մարզաշապիկով կամ առասարակ ուրիշ ակումբի կազմում, ինքը խոսում է այն մասին, որ Բարսելոնայում իր լավ ժամանակ անցկացրի, ինքը սիրում է այս քաղաքը, այս մարդկանց եւ այս ակումբը, ինքը Բարսելոնայի ֆանատ է։ Դե շատերը ասում են, որ Կանսելոն նվիրված ֆուտբոլիստ չի, ստեղ մի քանի ամիս խաղացել է։ Այն որ ես ասում եմ, մենք տեսել ենք ինքը ոնց է խաղացել Բարսելոնայում, մաքսիմալ նվիրված, պատրաստ է եղել թե լինի հիմնական կազմում, թե չխաղա, եթե պետք է, ու համոզված եմ, իհարկե չեմ ուզի, որ հակառակը լինի ու ես հիասթափեմ այդ բառումով, բայց համոզված եմ, որ նույնը նա ցուցաբերելու է այն ժամանակահատվածում, որում որ կմնա Բարսելոնայում եւ ես հիշում եմ իր գոլերը տոնելը Բարսելոնայում ոնց որ Բարսելոնայի սան 1000 տարվա ոնց որ Չեմպիոններ լիգայի հաղթական գոլ խփել այդտենց էմոցիաներ եւ իրականում այդպիսի այդ խարակտերի ֆուտբոլիստներ շատ կարիք ունի Բարսելոնան Գավինը այդպես որոշ դեպքերում չանց հիմա վաղուց կարող ենք մնացել Գավին չնայած հուսով եմ շուտ կհեռանա սպասում է արդեն մոտավոր մի ամսից որ լիովին պատրաստ կլինի այդ էմոցիաները այդ շատ են մեզ պետք խոսենք նաև կորուստների մասին թերևս ամենակննարկված կորուստը մեր պաշտպանական գծի մի ֆուտբոլիստի մասն էր որը ֆանտաստիկ սեզոն անցկացրեց Բարսելոնայում եւ ուղղակի ֆլիկի ձեռքով շատ չակերտների մեջ անպետք պաշտպանը դարձավ աշխարհի top երևի 5 պաշտպաններից մեկը։ Մի քիչ ինչի չակերտների մեջ ինչի անպետք, որովհետև Real Sociedad դրանից առաջ խաղացել էր դրանից հետո խաղաց Athletic Bilbao-ում, այսինքն երկու բասկյան ակումբներում խաղաց որտեղ ուղղակի չի եղել։ Իդեպ Al Nassr-ում էլ բավականին անփույթ ֆուտբոլ է հիմա ցուցադրում, ես մեկ-մեկ հետևում եմ։ Եթե թույլ կտաս իրեմ ասով սկսեմ, տես Ինիգո Մարտինեսը իմ կարծիքով այն պաշտպանը չի, այն top մակարդակի պաշտպանը չի, որ կոպիտ ասած Բարսելոնայի երկրպագուները պետք է դնեն։ Դարդանայում Ինիգոն չկա, Կուբարսին երբ որ հիմա մի քիչ ավելի վատ է խաղում իր աննախորդ մրցաշրջանի իր խաղամակարդակից դա նրա համար է որ Ինիգո Մարտինեսը նրա կողքը չի շատ հավանական է, որ եթե Ինիգո Մարտինեսը լիներ այս մրցաշրջանում, ինքը այն ֆուտբոլը չէր խաղալու, ոնց խաղաց անցած մրցաշրջանում։ Տենց պաշտպանները իրանք 1-2 մրցաշրջանի ինչ որ sense տրամադրություն բռնող, չգիտեմ, խաղային ձեռագրին հարմարվող պաշտպաններ են, հա, որը որ իրանք ամեն ինչ տալիս են այդ մի մրցաշրջան, երկու մրցաշրջան top թիմերում նկատի ունեմ։ Ու վերջ իրանք սպառվում են։ Ես ընդհանրապես
չեմ տխրում այն հանգամանքից, որ հիմա մերը չի Նիգո Մարտինեսը։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում իրականում սահակասական միտքը, շատերը ինձ հետ համաձայն չեն ու ես էլի հասկանում եմ ինչու համաձայն չեն։ Արաուխոյի հետ ես իրականում նաև դու այդ մարկանցից մեկն ես ինձ թվում է։ Ինձ թվում է Արաուխոն ամեն ինչ ունի նրա համար, որ ինքը իրոք top պաշտպան դառնա։ Էլ չեմ ասում, որ հիմա մենք ունենք Էրիկ Գարսիա, որը այնքան ունիվերսալ է դառել, որ չգիտեմ, երևի մի տարի առաջ կամ 2 տարի առաջ, երբ որ ասեն Էրիկ Գարսիան այս մակարդակի ֆուտբոլը խաղալու, կծիծաղենք ու երևի այն ժամանակ դաժե կասենք, որ երբ պետք է Էրիկ Գարսիան լքի ակումբը տեղը գա ավելի հարմար ֆուտբոլիստ։ Բայց հիմա ուղղակի առանց Էրիկ Գարսիայի դա կլինի թե կիսապաշտպանություն, թե աշ-պաշտպանի դիրքում, թե ավելի շատ ես իրան իհարկե պատկերացնում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում, առանց Էրիկ Գարսիայի դժվար է։ Մանավանդ էս երբ որ վատը դեպք իր այդ տեղի ունեցավ ու այդ դիմակը ինքը հակավ, ինչ որ sense բան ուժերը մտավ, երբ ինչ որ սուպեր հերոսի ուժերը մտավ իր մեջ ու երեք տեսանք, ես մտածում եմ որ դիմակը հանի կարող է վատ խաղալ, չէ, երեք տեսանք որ չէ դիմակահանությունը դիմակահանությունը։ Բայց ես երկու բառ պիտի ասեմ, ես այդքան համաձայն չեմ, ես կարծում եմ որ Ինիգո Մարտինեսը պետք էր մնալ Բարսելոնայում, ասեմ ինչի։ Չէ, պետքի հարցը չի ստեղ։ Գնալու համաձայնել եւ չհամաձայնել կամ հաշտվել որ գնաց, դրա մասն էր խոսքը, բայց ես կարծում եմ, որ ինքը պիտի մնար եւ կշարունակեր լավ խաղալ միայն մի տրամաբանությամբ։ Նախ մենք երբեք չենք իմանա ինչ կլիներ ապագայում, եթե լիներ sense։ Դա մի քիչ ամիտ կլինենք ենթադրություններ անենք, բայց ես ավելի շատ գնահատում էի իր բրուտալությունը, իր պաշտպանողական բարձր գիծը ղեկավարելը, իր team lead լինելու կարողությունները, որ պաշտպանողական գծում երբ որ ինքը կար, իր այդ ագրեսիվ վարքը, իր այդ խիզախ վիճակը, իր այդ էմոցիոնալ վիճակը դա փոխանցվում էր այդ 18 տարեկան Բայց հիմա մի բան ասեմ պատկերացրու։ Էրիկ Գարսիան ոնց որ Աշլի Նիգո Մարտինեսը չլինի։ Հələ մտ իրաց sense կերպարը հիմիկվա պատկերացրա։ Ուղղակի Էրիկ Գարսիան ունիվերսալ է։ Ունիվերսալ է, բայց մի թերություն կա իրականում, որ Ֆլիկը մեզ բազմիցս ցույց է տվել, որ ինքը նախընտրում է, որ կենտրոնական պաշտպաններից մեկը ամենաիդեալական տարբերակը իր համար այն է, որ կենտրոնական պաշտպանից մեկը լինի Աշլիկ, մյուսը Ձակլիկ։ Դա համար ինքը սկսեց Մարտինին կիրառել որպես կենտրոնական պաշտպան։ Ես էլ եմ գոհ, բայց իրականում ինձ թվում է հիմա ինձ թվում է Ֆլիկն է հասկացավ, որ սկսեց ավելի շատ Էրիկ Գարսիային վստահել։ Ինձ թվում է մի հատ խաղ էր գալու կարևոր, որ ինքը շատ մեծ ֆեյլեր էր անելու ոչ մի անգամ ու դրանից հետո էր միայն հասկանալու, բայց չէ, ինքը էլի տարբերակ է մնում։ Դե Ինտերի դեմ խաղում էլ գլոբալ առումով հենց Ժերար Մարտինը Ինտերի դեմ խաղում եթե Մարտինը մի քիչ փորձառու լիներ, մի քիչ դերասանություն։ Մենք այդ դիրքում դերասանություն պետք չէր, այնտեղ իրականում նորից ասեմ կարծիք իր հանդեպ կար կանոնների խախտում։ Եթե ինքը մի փոքր չափազանցներ դրվագը գորար, չգիտեմ, ընկներ, ինձ թվում է հենց այդ պահին մրցավարը կնշանակեր Տուգանային ու մենք կհայտնվենք եզրափակչում, բայց ինչևէ երեխաները մրցում էին տարեցների դեմ, որոնք բավական փորձառու։ Տարեցները երազանցեցին։ Մենք ունեցանք նաև երիտասարդ կադրերի կորուստներ, դե դրոն էր, որ իրանց մասին կարծում չարժի մենք։ Հա, դրոն իրոք այնց հեռացավ, որ դրոյի մասին օրինակ այտենց շատ բաներ քննարկել, որ քննարկենք կարող է մի քիչ ցենզուրան բանալինի մեջ։ Ինչքան է դա։ 38 լուրջ շոտ ենք, չէ։ Շոտ ենք ձգվում։ Կարծում եմ պետք չի շատ կենտրոնանալ մեր կորուստների մասին, գործնողը մենք չենք իրենք են։ Անցնենք Ֆլիկի համակարգին երկու բառով։ Չնայած մենք արդեն դրա մասին խոսել ենք, ես կարծում դեռ աշխատող մեթոդ է, թեև շատ են քննադատությունները, որ արդեն ամբողջ աշխարհը գիտի մեր համակարգը, մեր դեմ խաղում են ավելի պաշտպանողական, կոնտրհարձակողական ֆուտբոլով են խաղում, կարողանում են ճեղքեն, բարձր պաշտպանություն թերություններ ունեն, բայց դեռ աշխատում է այդ համակարգը։ Տես իրականում Ֆլիկը փոփոխություններ է կատարել այդ համակարգում, պահել է իհարկե այդ բարձր գծով ու արհեստական խաղից դուրս իրավիճակ ստեղծելու մեթոդը, բայց հիմա Բարսելոնան սկսել է ավելի անսպասելի իրավիճակներում անել այդ ամեն ինչ։ Այն ժամանակ, երբ որ գիտեին, որ ցանկացած իրավիճակում Բարսելոնան դիմելու է ու նույնիսկ
չգիտեմ, մրցակցի խաղացողը հեռացնում էր գնդակը, մեկ էլ իրանց հարձակողը հայտնվում էր մեն-մենակ։ Հիմա կոնկրետ էսպային այդ չենք տեսնում։ Իսկ պաշտպանական խնդիրների պահով Բարսելոնան խաղում է գերհարձակողական ֆուտբոլ։ Այդ պաշտպանական խնդիրները ուղղակի չեն կարող չլինել։ Երբ որ շատ են ասում, վայ, բա ոնց կլինի այսքան։ Հիմա մենք նախընտրում ենք խաղանք ինչ որ ավելի բալանսավորված ֆուտբոլ չունենանք այդ պաշտպանական խնդիրները կամ ունենանք ավելի քիչ, թե նախընտրում ենք խաղանք գերհարձակողական ֆուտբոլ, համակերպենք։ Ես օրինակ ինձ նյարդայնացնում էր այն պահը, երբ որ նոր նշեցի, երբ որ կարային գնդակ հեռացնեն հայտնվեն մեն-մենակ, այդ պահից, չգիտեմ, ֆլիկը կարդաց իմ մոտ կամ չգիտեմ ինչ արեց, փոխվեց, իրոք հիմա ես տեսնում եմ, որ մրցակցի համար էլ անսպասելի, հիմա կանեն թե չեն անի, կանեն թե չեն անի։ Անակնկալի են բերում ու այդ դեռևս ստացվում է։ Իսկ հարձակողական ֆուտբոլ խաղալու մասով ինձ թվում է Բարսելոնայի 99.9% երկրպագուները ցանկանում են, որ Բարսելոնան խաղա հենց այդ գերհարձակողական ֆուտբոլը, որը որ Բարսելոնային տարիների ընթացքում ու հիմա էլ առանձնացնում է մնացած ակումբներից, որտեղ չկա աշխարհում մի այլ ակումբ, որը այս կարգի ֆուտբոլ է խաղում հարձակողական, անթակույց հարձակողական, ասենց ասեմ։ Նույնիսկ City-ին, որ Գուարդիոլան գիտենք ինչքան դավանում է հարձակողական ֆուտբոլը, շատ խաղերում ուղղակի նույնիսկ ես ժամանակահատվածներ եմ տեսել խաղերում 15-20 երբ որ City խաղը ավտոբուսի է նմանվել, ասենց ասեմ։ Դրա համար ունենք այնինչ ունենք, էլի։ Խոսենք երևի նախորդ մրցաշրջանի top 3 լավագույն խաղացողների մասին եւ այս պայծրությամբ լավագույն 3 խաղացողների մասին։ Ես չեմ թաքցնի ու կասեմ, որ նախորդ մրցաշրջանում ինձ համար թիվ 1-ը Ռաֆինյան էր, երկրորդը Պեդրին էր, այ երրորդը չգիտեմ Լամին Յամալն է թե չէ։ Չէ, դե լավ, դե շատ է թերագնահատում Յամալը։ Թերագնահատելու։ Եթե պայտակ էսպային 30 վայրկյան օրինակ ժամանակ քեզ տաս ու հիշես ինչ էր արել Յամալը, ինչ խաղերում։ Երևի Լամին Յամալը։ Արա իմ համար էլ Ռաֆինյա, հետո Պեդրի, հետո իմ համար էլ այդ երրորդը չեմ ուզում տենց առաջի 2-3 տեղեր դնեմ։ Դե ես գիտես երևի մի հատ ֆուտբոլիստ կա, որ իմ համար վերջի տարիների ու ոչ միայն Բարսելոնայի, այլ ընդհանուր համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված դեմքն է Դե Յոնգն է։ Դե Յոնգը ուղղակի, չգիտեմ, ի ուրախություն ինձ նաև մի քիչ գլուխ գովամ, նաև մի քիչ իր շնորհիվ ինձ Բարսելոնայի հայ երկրպագուները շատ են սկսել գնահատել Դե Յոնգի խաղը ու իրոք մանավանդ այս վերջի խաղերում Դե Յոնգը, չգիտեմ, ինչ որ համաձայն տիեզերական ֆուտբոլ է ցուցադրում ու այս պահին ես ուղղակի չեմ պատկերացնում Բարսելոնային top խաղերում առանց Դե Յոնգ։ Ինձ հիմա ֆլիկնը չի պատկերացնում։ Ես որոշ ժամանակ առաջ քեզ համաձայն չէի, հիմա էլ մասամբ համաձայն չեմ։ Ես հասկացել եմ։ Այ քո նման երկրպագուների պատճառով։ Ես հասկացել եմ ինձ ինչն է պակասում Դե Յոնգի մեջ։ Ինքը էմոցիոնալ չի, ինքը գիրքը չունի, ինքը մեջը չի վառվում, ինքը Դե մի քիչ սառնասիր կա ինքը, բայց սառնասիր չի, մի քիչ անջատված է ոնց որ, այսինքն այդ որ ասել Կունդեի բաղով։ Կունդեն ասենք Դեմբելեն դրանք Դե Յոնգը անջատված, մի տեսակ։ Չէ, անջատված այն առումով, որ ինչ որ լիդերային, այսինքն ավակի բնավորություն խարակտեր չկա։ Էդ էլա գալիս իր մեջ։ Էդի համաձայն եմ։ Քո հետ համաձայն եմ, ես իամեջ կատալոնացի չեմ տես, ինչը թեև ինքը կատալոնացի չի ելնի։ Չէ, դե հասկանում ինչ ես ասում, բայց այն առաջարկները, որ ինքն է ունեցել մանավանդ Manchester United-ից, երբ որ իր հարազատ Ten Hag-ն էր մարզում ու ոչ միայն Manchester United-ից, այն իրականում Բարսելոնան էլ շատ աշխատավարձ ստանում, բայց ավելի շատ են իրան առաջարկել։ Ու երբ որ ինքը այդքանը մի կողմ թողել ասել է, ես ուզում եմ իմ ամբողջ կարիերան անցկացնեմ Բարսելոնայում, մենք հասկանում ենք նախ որ դա ֆինանսականի համար չի, որովհետև ընդ իրեն ավելի շատ են առաջարկել։ Մենք հասկանում ենք, որ գտել է ինքը իր ակումբը ու իմ կարծիքով այդ բանի հետ կհամաձայնվի, բայց նաև այդ արդեն առաջատարության այդ ավելի էմոցիոնալ լինելու բանը իր վրա գալիս է այս մրցաշրջանում կոնկրետ։ Վերջին մի քանի խաղերում իր խաղը ինձ հիշեցնում է Ajax-ի նմանություն կամած սկսում է հետ։ Քեզ կառաջարկեմ օրինակ վատագույն չասենք ու միանգամից մեր շատ սիրելի Բարսելոնայի երկրպագուների ուղղած հարցերին անդրադառնանք։ Ես առանձնացրել եմ, եթե ինչ-որ թեմակավոր կուզես քննարկենք։ Ես կուզեի այս մրցաշրջանում երկու խոսք ասեինք, ես մեծագույն հարգանք եւ մեծագույն շնորհակալություն եմ ուզում հայտնել Էրիկ Գարսիային, անկեղծ ֆանտաստիկ
ունիվերսալ ֆուտբոլիստ, որի մասին շատ Դե մենք համոզված ենք, որ ինքը մեզ կդիտի, դրա համար Սերժի Ռոբերտոյի ավելի կատարելագործված տարբերակն է, թեև նա էլ մեզ համար բավական կարևոր ֆուտբոլիստ է։ Լավ բայր է պարգևել իրականում Սերժի Ռոբերտոն, բայց Հայրիկ Գարսիան իրականում ավելի կատարելագործված է ինձ թվում։ Կարող ենք Գնդակով ավելի ուժեղ էր կներես Ռոբերտոն, իհարկե, բայց մնացած առումներով Գարսիան գերազանց։ Լիքը շնորհակալություն Ժոան Գարսիային, որ ճիշտ բան, ճիշտ տեղում եւ ճիշտ որոշում կայացրեց։ Ռիսկի դիմելով, իդեպ հաշվի առնելով ինչ ակումբից է տեղափոխվել Բարսա։ Թերևս այսքան է այս մրցաշրջանի մասով, կարծում դեռ բավական խաղեր կան եւ մենք դեռ լիքը, ինչպես Ֆլիկն է ասում, we can improve, մենք կարող ենք կատարելագործվել։ Կարող ենք արդեն անցնել Արի կարդամ հարցերին։ Իրականում այստեղ շատ հարցերի մենք ինքնըստինքյան անդրադարձանք, գրել են մեզ, որ հարգելիներս կուզենք խոսեին Ռեշի կենտրոնական հարձակվող լինելու խաղացնելու մասին։ Մենք այդ թեմային անդրադարձել ենք արդեն, որ կենտրոնական հարձակվող ինչպես կնայվի Ռեշի, ինչ դեպքում կարելի է դիտարկել։ Ինչ եք կարծում Ֆլիկի ինչքանով համապատասխանում Բարսելոնայի ԴՆԹ-ին, դե քննարկեցինք, որ ամբողջությամբ 100%-ով չհամապատասխանի, ինչ որ փոփոխությունների ենթարկելով կբերի, չնայած արդեն բերել է։ Նայ, Բարսելոնայի փիլիսոփայությունը ԴՆԹ-ն բաց հարձակողական ֆուտբոլ, գեղեցիկ ֆուտբոլ, դիտարժան ֆուտբոլ, պլյուս դրան արդյունքներ, որը չկա Ֆլիկի մոտ, բոլորը կա։ Դրա համար կարելի ասել, որ ամբողջովին համապատասխանում է։ Ու ճիշտ որոշում էր։ Իր Բարսելոնան շատ լավն է վերջին 10 տարիներին Լա Լիգայում, Իսպանիայում, բայց 2015 թվականից սկսած Չեմպիոն լիգան չեն կարողանում նվաճել։ Իրականում այս թեմային էլ խոսել ենք, Չեմպիոնների լիգայում հաղթելը լավագույն թիմի բնորոշում չի, այսինքն լիքը գործոններ են կախված թե ով կդառնա չեմպիոն, բախտի գործոնը կա, չգիտեմ, դաշտի գործոն, մի շատ գործոններ են աշխատում, մրցավարների նախապատվության գործոնը կամ մի մրցավար օրինակ ունի Սիրիի ակումբ, որը դե մրցավարներին վերջի բանում, բայց հա իհարկե լիարժեք կդառնալ Բարսելոնայի տիտղոսները, Բարսելոնայի նվաճումները Չեմպիոն լիգայով։ Իհարկե մենք որպես Բարսելոնայի երկրպագու շատերը սպասում են այդ Չեմպիոն լիգային, որ ինչ որ անիծված ոնց որ լինի 15 թվականից սկսած, բայց Չեմպիոն լիգան չի, որ ակումբին անուն է տալիս, ակումբին դարձնում է, հա շատերը առաջնորդվում են Չեմպիոն լիգան հաղթեց, Եվրոպայի լավագույն թիմն է։ Ես մի բան եմ ասում, սա չեմ կարող չասեմ, Ռեալ Մադրիդի երկրպագուների մեծ մասը ինձ համար գլորի հանթերներ են, այսինքն մարդիկ, որոնք ուղղակի միտեղ լսել են ֆուտբոլի մասին, տեսել են, որ դա օրինակ հավես է, ֆուտբոլ են նայում, ինչ որ թույն ատմոսֆերա եւ այլն, որոշել են հետաքրքրվեն ֆուտբոլով, լսել են որ թիմն է, օրինակ ամենաուժեղը, ամենաշատ տիտղոսակիրը, ամենաբան Ռեալ Մադրիդ, դա Ռեալ Մադրիդի ֆանատ է։ Ու այսպես են սկսել, մեծ մասը, ոչ բոլորը։ Ես իրականում կներես ընդհատեմ, դու էլի քեշես կշարունակես, ես ճանաչում եմ Ռեալի հենց երկրպագուներ, ովքեր հավատա զզվել են այդ 15 Չեմպիոն լիգա, որ ասում են անընդհատ 15 չլա, իրանք էլ են արդեն ներվում, որ այդ ամեն ինչը կա իրանց ակումբի հասցեին ու ասում են, որ պետքա Ռեալը հենց հիմա թողած իր խնդիրները զբաղված է նրանով, որ նախ Ռեալ Մադրիդ TV-ին, որ հայտարարությունը ուղղակի չգիտեմ, ու ոչ միայն Բարսելոնայի երկրպագուների համար, չգիտեմ, շատ տեղերում ուղղակի ծաղրում են այդ կազմակերպությանը, ասեմ, ինչ ասեմ, դա ուղղակի կլոունադա է, չէ, դե ուզում եմ ասեմ, որ նաև ես ինքս Ռեալի երկրպագուներ եմ ճանաչում ու շատ շնորհակալ եմ իրանցից, որ իրանք այդքան adekvat են գտնվում, որ իրանց համար այդ ամեն ինչը ոչ ընդունելի է։ Եվ մի բան էլ ասեմ, որ հենց 15 Չեմպիոնների լիգայի գավաթ ունենալը Ռեալի երկրպագուների ուղեղը փոխել այն առումով, որ հիմա ինչ ասում ես, իրենց համար տիտղոսն է կարևոր։ Իրենց համար գավաթն է կարևոր։ Օրինակ երբեք ես չեմ լսել Ռեալի երկրպագուն ասի, բայց նա ինչ սիրուն ֆուտբոլ է խաղում Ռեալը։ Խաղացինք շատ լավ, բայց չեն խաղում որովհետև։ Այլ ոչ թե սայթակել Տուգանայինում Հա, իրանք կարան նվաճը, իրանք կարան խաղան աշխարհի ամենատհ ֆուտբոլը, ասենց ասած։ Մենք սիրում ենք ֆուտբոլ, մեզ միավորում է ֆուտբոլը։ Հա, իրանք կարան խաղան աշխարհի ամենատհ ֆուտբոլը։ Ֆուտբոլն է։ Ունենան տիտղոս ու դա հերիք է լրիվ։ Լավ, ուրիշ հարցեր ունենք։ Արի, այստեղ երկու հարց էլ կա։ Ինձ համար ամենակարևորը պաշտպանության հարցն է
ինչպես եք տեսնում լուծումը, դրանից էլ խոսացինք, որ չի կարող չլինել ուղղակի պաշտպանական խնդիրներ, եթե մենք ընտրել ենք այն ուղին, որ պետք է խաղան գերհարցակողական ֆուտբոլ։ Ես Շլոտերբեկ կուզեի ունենալ։ Հա, եթե ֆուտբոլիստների առումով ես շատ մեծ ցանկությամբ Բաստոնի կնախընտրեի։ Բաստոնն էլ է։ Իմ համար Բաստոնին ձախլիկ հետ իր գաբարիտների համեմատ, ասենց ասեմ, ավելի արագ, ավելի շարժուն, ուր բավականին գրագետ կենտրոնական է, Բաստոնի Կուբարսի զույգը, որ ասենց երազանքների զույգ է իմ համար, հա Բաստոնի գալով, բայց մեկը այդ խնդիրները, քանի որ էլի Բարսելոնան խաղալու է այդ բարձր գծով։ Նույնիսկ Բաստոնի գալով նշի անհայտանալու։ Այն ինչ որ չափով կարող է լուծում տրվի, բայց մեկը չեն անհայտանալու։ Զուտ արագության արագ կողմնորոշվելու։ Իմ սիրելի թեման վերջի հարցն է, անդրադառնանք Լևանդովսկիի պայմանագիր ժամկետը լրանում է, ինչ եք կարծում, արժի նրա պայմանագիրը երկարաձգել, թե ոչ։ Քանի որ քո սիրելի թեման դու երկար ես խոսելու, ես երկու բառով կասեմ։ Անսահման շնորհակալ ենք իրոք Լևանդովսկուն, որովհետև այդ ճգնաժամային տարիներից սկսած մինչև այսօր մարդը 37, եթե չեմ սխալվում, տարեկան է արդեն ու ցույց է տալիս քամում է իր մաքսիմումը։ Ես շատ անգամներ եմ նյարդայնանում իր խաղից, իր գնդակը ընդունել չկարողանալու կարողություններից կամ դրած բացակայությունից, անդադար անիմաստ ընկնել, անդադար ինչ որ մրցավայրն ասել ինձ խփեցին, ինձ հարվածեցին, գցեցին։ Հա, մանավանդ երբ որ դու տենց հա, ամրակազմս քան ասենք մրցակցի 18 տարեկան պաշտպանը փոքր sense լղար։ Չէ, ես իրականում գնահատում եմ իրան, բայց կարծում եմ, որ արդեն պետք է ֆուտբոլին դու հրաժեշտաս, քան դեռ ինքը քեզ հրաժեշտ չի տվել։ Եվ ի նշան այսպես շնորհակալության ես օրինակ ուրախ կլինեի, որ 1 տարով երկարաձգեին պայմանագիրը, բայց աշխատավարձը որոշակի կրճատման ենթարկվեր եւ այդպես եթե Լևանդովսկին որոշում է ակումբային կարիերան առհասարակ ավարտի Բարսելոնայում, եթե որոշում է ավարտել Բարսելոնայում։ Եթե գնալու է ուրիշ ակումբ, կարող ենք ուղղակի ամռանը հրաժեշտ տալ իրար շատ սիրուն ձևով։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մի պարագայում պետք չի Լևանդովսկու պայմանագիրը երկարաձգել։ Ես սպասում եմ, որ Բարսելոնան ձեռք կբերի մյուս մրցաշրջանում, չեմ ասում այս, որտեվ մի քիչ ռեալ չի, մյուս մրցաշրջանում իր կարգի համապատասխան կենտրոնական հարձակվող հիմնական կազմի համար Ֆերան Տորեսը կմնա որպես պահեստային, մենք տեսել ենք պահեստային նստարանից ինչքան լավ է մտնում խաղի մեջ Ֆերան Տորեսը, իր համար իդեալական դիրք, իր իդեալական պայմանները, երբ որ ինքը պահեստային է կամ երբ որ խաղում ավելի թույլ թմի հետ եւ ու կենտրոնական հիմնական հարձակողը հանգստանում է Ֆերան Տորեսի համար, այդ է։ Իսկ Լևանդովսկու մասով որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, ես շատ եմ սիրել Լևանդովսկուն որպես հարձակվող, երբ որ ինքը դեռ միայն կենտրոնական հարձակվող չէր կլասիկ, ինքը կլասիկ կենտրոնական հարձակվող չի եղել, իջնում էր կեղծ 9 համարել խաղում, երբ որ պետք էր կլասիկ 9 համարի դիրքում էր խաղում, ինչքան կենտրոնական հարձակվողի ֆունկցիա կա, ինքը անում էր Բավարիայում ու անում էր Բարսելոնա եկած առաջի տարում։ Այնտեղ չկար իր ընդհանրապես ոչ մի պրետենզիա այդ առաջի, բայց հիմա Լևանդովսկին վերածվել է մի ֆուտբոլիստի, ով բավականին շարժում չէ, ասենց ասեմ։ Արագաշարժ չի, օգնում է շուտ։ Գրոների տեմպը գցում է ու պրեսինգը միշտ օֆսայդում կանգնած է։ Հիմա Բարսելոնայի խաղի հիմքը ո՞րն է։ Պրեսինգը հենց մրցակցի տուգանայինում։ Լևանդովսկին 1-2 հատ վազում է, ես իրան չեմ մեղադրում, հասկանում ես, նենց չի, որ ասում քիչ չի վազում, չի կարող իմը մարդը, մեծ մարդ է։ Այդ մի պուճուր պրետենզիան չնայած նաև սահմանափակ միջոցները կարելի է պրետենզիա չանել, բայց որ ունեն ֆլիկի հանդեպ, այն է, որ չնայած մի կողմից է Ֆերան Տորեսն է, որ այդքան է ինքը նենց կերպար չի, որ ասեմ դե պետք է միանշանակ ինքը խաղա, բայց ինքը պետք է առաջին հիմա հարց բարձրացնի, չնայած որ կարդացել եմ շատ տեղերում, որ արդեն բարձրացրել է, որ մեզ կենտրոնական հարձակվող է պետք ու հուսամ չեն մնա եւ Ֆերան Տորեսը եւ Լևանդովսկին։ Ավելի ճիշտ Լևանդովսկին մյուս մրցաշրջանում կգնա, ես համոզված եմ, որ ինքը չի ավարտի կարիերան, կգնա օրինակ Սաուդյան Արաբիա մի քիչ փող կաշխատի ավելի շատ։ Ֆերան Տորեսը կմնա պահեստային հարձակվող ու կենտրոնական հարձակվող, մենք կունենանք ճիշտ այս վերջում շատ վատ մարզավիճակում է գտնվում։ Հա, բայց ես համոզված եմ, որ ինքը Բարսայում իր խաղը ուղղակի իրենց երանգներ կստանա, որ նույն Ռեշֆորդի տրամաբանությամբ, այսինքն հարձակողական ֆուտբոլ, ոչ թե։ Հա, բայց Ռեշֆորդի համեմատ ինքը շատ ավելի բազմակողմանի ու մեծ ունակությունների տեր հարձակվող է, դրա համար իմ համար կոնկրետ իդեալական տարբերակը Ալվարեսն է, բայց քանի որ գիտեմ, որ շատ մեծ է տրանսֆերային գումարը, այնտեղ կան գտնենք նաև 2-3 տարբերակ, որոնք
Սենց Հալանդը թե չենք քննարկի, որտեղ Հալանդն էլ է մի քիչ։ Հալանդը կարող է օրինակ 2-3 տարում տարուց հետո կարող է իրեն թույլ տալ տենց տրանսֆեր, բայց կարծում եմ, եթե հնարավոր լինի ինչ-որ մի ձև, պետքա Բարսելոնան գնա Ալվարեսի հետևից։ Մենք երբեք չենք իմանա ինչ կլինի ապագայում, սա մեր առաջին փորձնական եւ էքսպերիմենտալ քննարկումները մեր սիրելի ակումբի մասին, Բարսամանյան, քանի որ չգիտենք թե ինչ կլինի ապագայում, ձեզանից է կախված մեր այս հանդիպումները կլինեն շարունակական թե չէ, դրա համար կարող եք լայքել, կոմենտել, ակտիվ լինել, քննարկել եւ մեր այս հանդիպումը այսքան զրուցածը ուղղակի գնահատել ձեր այս վերաբերմունքներով։ Ու նաեւ ուղարկել ձեր Բարսելոնայի երկրպագու ընկերներին, ովքեր ինչ-որ պատճառով չգիտեն այս ամեն ինչի մասին, նպատակը այն է, որ Բարսելոնայի երկրպագուները ունենան սենց ասած մի հատ նաև այս վիդեո տարբերակով սենց ասեմ հարթակ, որտեղ կարող են կարծիքներ լսել, համաձայնել կամ չհամաձայնվել ու նաև մենք իհարկե պատրաստ ենք այն առողջ քննադատությանը, որը կարող է լինել, դրա համար ձեզնից է կախված, սենց ասեմ, կունենանք շատ ավելի երկար մենք կյանք թե չէ, բայց ինձ թվում է, որ ունենալու ենք։ Ինձ թվում է, ինձ էլ է թվում կունենանք եւ կսպասենք նաեւ այն առաջարկներին, այն թեմաներին, որոնք ձեզ հետաքրքիր են։ Դե ինչ այսօր այսքանն էր Բարսամանյան, ձեզ հետ էինք մենք, ես Ռաֆիկ Թադևոսյանը, ես Սակո Սարգսյանը, կհանդիպենք